Բարի երեկո ժողովուրդ ջան, եթե լսվում է, գրեք լսվում է, նոր անցնենք մեր բուն թեմային։ Այսօր ես խոսելու եմ մի շատ կարևոր ընտանիքի մասին, որի անունն է եւ ազգանունը այսօր կոսպեկտավորել եմ օրվա ընթացքում, որ երեկոյան արտահայտվեմ։ Իմ այդ ընտանիքը, որը որ պետք է խոսեմ, այդ ընտանիքի մասին, այդ բազմության մասին։ Դա ոչխարի հոտով հավաքված մի բազմություն է, որի անունը ոչխարի հոտով բազմացած մի հատ ամբոխ է, որի անունն է ընդդիմություն, ժողովուրդ ջան։ Ինչ եմ ուզում ասած, նայում եմ ընդդիմությանը, նայում եմ ընդդիմության կեղտոտ քայլերին, նայում եմ ընդդիմության կատարած ընտրարշավի process-ներին, ուղղակի սրտխառնոց եմ ապրում, բայց միևնույն կողմից հիանում եմ կրթության եւ գիտության նախարարը, եթե չեմ սխալվում, Հովանավանքում։ Ընդդիմությանը մի հատ շատ պարկեշտ հարց տվեց։ Շնորհակալ եմ հարազատս, որ լսվում է։ Ասեց, դուք այնքան օգուտ եք տվել այս 8 տարվա ընթացքում մեր իշխանությանը ձեր այդ դեբիլ հարցադրումներով, այսպես ասած։ Նայում եմ ընդդիմությանը ծիծաղս գալիս է, նայում եմ ընդդիմության արած քայլերին ծիծաղս գալիս է, բայց երկու հատվածից պետք է խոսամ ընդդիմության, բոլորն են նույն տականք թիմն են։ Նախ եւ առաջ այն տականքին, որ բռնել են կոյուղի մակրողի դեմքով sense մեկը կա, ոչ թե կոյուղի մակրելն էլ աշխատանք, այլ ոնց որ կոյուղու հետադարձ տրուբալն ես միազնից որ բռնին տարան, բռնի կոչեր էր անում մի քանի օր առաջ, ասում էր պետքա տերրոր անեմ։ Հիմա քեզ տավել են, ասեմ քեզ ԱԱՑ-ի պատվալում, եթե քեզ պատշաճ չպահես կամ պատշաճ կարգավիճակում չես ասել ընդեղ քո վարկագծի հետ կապված, ընդեղ քեզ տերրոր կանեն։ Ես ասեմ քեզ ծանոթ եմ բոլոր այդ դրվագներին, քեզ ընդեղ տերրոր կանեն։ Հիմա ամենաառաջնահերթ ուզում եմ խոսամ Հայաստանի Հանրապետությունում կանացի զգացմունքներից, կանացիությունից, վաբշե կին ասված համակարգից դուրս եկած ամենաէժանագին անբարոյականից, ոչ թե մարմնով, այլ հոգով։ Ընդեղ մարմին չկա, որ դնի աճուրտի ու կոչվի անբարոյական, դա անժոն է, հայլու անժոն, որ շատ ծանր ա տարել, որ մգարը երկիշ դարձի ա եկել ու դարձել ա քպեական։ Ես ինձ ցավացնող համակարգը մենակ է, ինքը սենց իրան կոտորում է, որպես կին, անկախ ամեն ինչից ինքը կին է, յուբկա է հագնում ոչ բարով, հաստատել ծնվելու ծնողները տեսել են, որ կին է, մազերն էլ պրիտոմ երկար է, երեսին էլ թրաշ չկա, ուրեմն կին է, վրեն էլ դոշեր կա, հաստատ կին է, չգիտեմ ես, կանացի անկում կապրեմ, եթե նրա հետ լնեմ, կանացի անկում ես երևի դրան տենալուց, էլ ոչ մի կին չեմ ուզում տենամ, այդքան ինքը տհաճ է, ուզում եմ դրանից խոսամ, էլի ամենառաջնահերթը, այ փնթի, այ կանացի կերպարը խայտառակող խեղաթուրող համակարգ, այ շեղված, այ անփույթ, այ անբարոյականների տեղատարապ, ասենք մգարդ, քո երկիշ մգարը, ինչ էլ որ լինի կդառնա քպեական, կդառնա քոչարյանական, աննամ սերավնո քպն իրա կարիքն էլ չունի, բայց բարով ա եկե, թող գա որ տենա մարդը որտեղ է, ոչխարի հոտը որտեղ է, ոչխարի հոտից դուրս ա եկել ամարկային գործոնին ա խառնվել, այդ իրա համար եւս լավ է։ Դու որ կանգնում ես մգարին ասում ես մգար, գիտեմ որ հետևից տարբեր տեղերից լավ սեղմվել ես ձեներ ես հանե, այդ ինչ ձևիկին եք դուք դաշնակներդ, որ բոլորի սեռական աշխարհից տեղյակ եք, լավ դուք կին եք, թե գինեկոլոգներ, լավ դուք կին եք, թե ուրոլոգներ, ես ուզում եմ իմանամ, եթե դու նորմալ կին ես, կամ դու մգարի նեղության վախտը կանգնել ես մգարի կողքը փաստորեն, աջակցել ես որ մգարը սեղմվի, հիմա արդեն հել է բարձրաձայնում ես, չէ որ դուք այն ժամանակ մգարի սեղմվելու տեղն էլ եք պաչում, դեմից օրակն էլ եք պաչում, ձեր խմբակցությունով, պաչում եք դու Նայրա Զորաբյանը խոնարհվում եք մգարի առաջ, գնացել եք մգարին դիմավորում եք որ քայլելով գայք, ի՞նչ նախնդիր է հիմա որ մգարը ձեր համար դարավ խեղաթուրված, շեղաթուրված, սեռաթուրված, չգիտեմ ինչ ուզում եմ իմանամ, էլի ես մգար չեմ պաշտպանում, հարց եմ տալի ձեր ամեն կորուստը տենց էժան եք տանում դուք այնքան էժանագին համակարգ եք, իմ ծիծաղը գալիս է, այսօր TikTok-ում մի հատ ֆուրքշող տղա միշտ TikTok-ա մտնում լայվեր է անում, ասեց ինձ ընդհանրապես ես ասես թքած ունեմ, թե իմ հետևից ինչ են խոսում, նախ եւ առաջ ավելի շատ թքած ունեմ նրանց վրա, ովքեր խոսացողներին են լսում, հիմա ձեզ ասեմ, ամբողջ ԿՊ-ի կողմից, էլի, ամբողջ իմ քայլի կողմից ես ասեմ, վստահ, ընենց ասեմ, որ դուք իրոք կարաք ձեր մեջ մտածեք, որ այդ իրանք են ասել, որ ես ասեմ, ես ունեմ դրա իրավունքը այդ ասելու, Մենք ԿՊ-ականներս, այսինքն հայրենասեր են մարդիկ, որ կանգնած են իշխանության կողքը, արդեն շատ երկար տարիներ է, այն առաջի մի երկու տարին չէ, բայց հիմա արդեն մոտ մի 3-4 տարի է, մենք թքած ունենք, թե դուք ինչ եք խոսում, եւ մենք ընդհանրապես թքած ունենք, թե խոսացողներին ով ա լսում, ընդհանրապես, բայց քաղաքական հայացներով, երբ որ նայում ես ձեզ, բոլոր նիկոլական
Facebook-յան լեզվով ասած բոլոր նիկոլականներից տեղյակ եք դուք դաշնակցություն ասված համակարգ, դուք ընդդիմություն ասված համակարգ, լավ, որ դուք այդքան նամուսով եք, այդքան մարդկանց այդ անբարոյական արարքները որ տեսել եք, բա նամուսով կանայք այդտեղ ինչ էին անում այդ ժամանակ, ես ուզում եմ այդ մի հատ բարձեմ, ուրեմն ասեմ ձեզ, ոչ թե ձեր մոտ մենակ աթոռի ծառավա, այս սեռական օրգանի ծառավել է ձեր մոտ, որպեսի ձեր բարձրացած ամբողջը, որ ես նայում եմ, հասկանում եմ, որ ձեր մոտ երկկողմանի բացակայություն է ինչ-որ բանի, ֆիզիկապես, ֆինանսապես, նյութապես, սեռական հարցերում, ինչ-որ կորուստ ունեք դուք, կորուստ ունեք, որովհետև դուք խոսում եք մեկ աթոռից, մեկ խոսում եք սեքսից, ձեր մոտ երկկողմանի բացակայություն է, համ սեռական արհամարվածության մեջ եք ընկել դուք, ընդդիմություն ջան, ձեզ սեռական ոչ մի հարցում երևի չեն նկատում էլ, որովհետև ձեր մոտ արդեն տարիքային խնդիր է, 36 տարի ես ձեզ ճանաչում եմ, խեղաթուրված, շեղված, համակարգ եք դուք, որ ձեզ որ քաղաքապետը, որ, չգիտեմ, ավականին, լիքը լավ տղեր կան ավական, ես լիքը լավ տղեր գիտեմ, մատը շարժեն, դուք այդ կուսակցությունում մեջ, այդ ընտրատեղամասերում պիտի պարեք, ես ձեզ նոր չեմ ճանաչում, ուրեմն ես այսօր եմ հասկացել, որ ձեր մոտ երկկողմանի բացակայության խնդիր է։ Դեռ երեքն էլ ճանապարհին է երրորդը։ Ուրեմն ինչ եմ ուզում ասած, ունեմ տեղյակ եղեք, որ մեզ ընդհանրապես ձեր գրասները չի հետաքրքրում։ Ես մի օր էլ կտեսնեմ, դուք ինձ ցույց եք տալիս երեխեն գիրկս, ձեզանից ամեն ինչ սпасելի է, ամեն ինչ դուք այնքան էժանագին եք դառը, դուք այդ ձեր որ կարճել եք փրփուրներից ու քաշում եք, փրփուրը բռնվելու տեղ չի։ Հասկացեք, մեկա դուք ընկել եք, այդ փրփուրը ձեզ չի օգնելու։ Գոնե մի քիչ էլի, որպես մարկային գործոն ես ձեզ առաջարկ անեմ, մի քիչ ձեզ բարձր պահեք, մի աննշան, շատ մեղք եք։ Սա մեկը օշականից ինձ գդելա, բա որ Նիկոլը գնա։ Ես չիմացա ինքը ճիշտ ասած օշականից է թե չէ։ Ամբողջ օշականի խաչքարերը եկեղեցիներ բանարած, իր էջում հրապարակած, շատ չխորացա։ Ասեմ քեզ շնորհակալ եմ, եթե դու իմ գյուղացի ես, իմ համագյուղացի ես, ես այսքան վաղ տել գյուղից մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել քաղաքական հայացքների հետ կապված, իմ գյուղը չեմ թերագնահատել, ինչ էլ կարեցել եմ, այս գյուղի համար օգտակար եմ էլ է, թեպետ չեմ գնահատվել, չեմ էլ ուզում գնահատվեմ, ինձ պետք էլ չի, որ այս գյուղում գնահատվեմ, թող առողջ լինեն իմ գյուղացիները, իմ համագյուղացիները, բայց դու որպես եթե իրոք օշականից ես, fake edge չես, ասեմ քեզ շնորհակալ եմ քո մարկային գործոնի համար, քո ջեն վերաբերմունքի համար, որ դու իմ համար անհանգստացել ես, ուղարկի տեղյակ եղի, Նիկոլն էլ ինպես հավերժա, ինքն էլ ապարիկ ունի 95 տարեկանում է մահանալու։ Մենք ուշ ենք մահանում նիկոլականներս, իմ համար հանգիստ եղի։ Ես ուղն ու ծծով, ոտիս մատերից մինչև մազերիս ծերը իմ անվտանգությունը ապահոված է։ Խորհուրդ կտամ երբեք չանհանգստանաս։ Իմ անվտանգությունը ապահոված է վերևից, Աստծո կողմից ես մտածելու ոչ մի բան չունեմ։ Ես այս գյուղում էլ եմ ազատ քայլում, բոլոր տեղերում էլ եմ ազատ քայլում, ու եթե ոչ մարկային գործոնը կարա իր կեղտոտ ձեռները երկարացնի, խնդիր չկա։ Եվս մեկ անգամ ասեմ ձեզ, որ վերև Աստված կա։ Ուրեմն դուք իշխանության եք եկել սպանելով, բռնագրավելով, բռնաբարելով, բռնի կոչեր հայտարարելով, բենզինով, դանակահարություններով, պաժար տալով, ես ձեզ հասկանում եմ, ձեր հոգեբանության մեջ արդեն դա է սերմանված, դուք տես բռնի կոչերով էլ ի հայտ եք գալի բլոգերների հանդեպ, ոչ մի խնդիր, ես ոչ մի բանից չեմ վախենում, ես բազմիցս անգամներ ասել եմ, որ ես ոչ մի բանից չեմ վախենում, բայց ես ասում եմ, ես ուղղակի թքած ունեմ ձեր ամենաէժանագին համակարգի ու մտածելակերպի վրա, դուք ամենաէժանագին համակարգն եք։ Այսօր ես լավ գիտեմ ովքեր են այս գյուղից այդում Էշմիածին բուկլետ բաժանում, ես լավ գիտեմ կողքի գյուղից ովքեր են այդում, ես լավ գիտեմ Այգեշատից ովքեր են այդում, ես անուն ազգանունով գիտեմ Շահումյանից ովքեր են այդում, ես ընդհանրապես բացարձակապես մտածելու բան չունեմ։ Ես իմ քաղաքական հայացքներով ոչ մեկի արժանապատվությանը չեմ կպել այսքան վաղ, ոչ մեկի բարոյական իրավունքները չեմ խեղաթուրել, ոչ մի կարմիր գիծ ես չեմ տրորել։ Ես ինքս ունեմ քաղաքական հայացքներ, Ես իմ քաղաքական հայացքների տերն եմ։ Ինձ ոչ մեկ չի կարա կարգադրի։ Ես ինչ որ մեկին ասում եմ, խես Քոչարյանական։ Չէ, չեմ ասում։ Ինչ որ մեկին ասում եմ, խես Գագիկ Ծառուկյանին պաշտպանում, ինչ որ մեկին ասում եմ, խես պարոն Վանեցյանին պաշտպանում, ինձ բացարձակ չի դարձում։ Ամեն մարդ իր սիրտն ունի, իր մտածելակերպն ունի, իր գիտելիքն ունի, բայց այն որ դուք ներկայանում եք Հայաստանի Հանրապետությունում խեղաթուրված, խայտարակված, էժանագին, բռնի կոչերով հանդես եկող, քյաբաբ բաժանող բուկլետի տեսքով հասարակություն, որ ուզում է գա իշխանության պարագլուխ դառնա, դա չի կայանալու։ Այն որ ասում եք ամեն ընտրությունների օրոք մեկին բռնում են, ասեմ քեզ, թեպետ ոչ լիարժեք հիմքերի վրա հիմնված է խաղաղության
պայմանագիրը, որ դեռ ընդունելու լիարժեք շեմին է հասել, բայց լիարժեք չի ընդունվել այդ պայմանագիրը, սենց կոսպեկտավորեմ, որ հիմա էլ չկախվեք այդ բառերից, այս պայմանագիրը մեծ օգուտ է տվել Հայաստանի Հանրապետության սահմանին կանգնած են 18 տարեկան երեխեքին, որովհետև անգրագետ համակարգ, դեբիլ, դալբայով, խայտարակեղած, խեղաթուրված, Քոչարյանի փողերով երկիրը ապականած հայվանների տղատարապ, սա ձեզ է վերաբերվում, պարզ համառոտ, որովհետև դուք ամեն ընտրությունների օրերին, ամեն ավականիների ընտրություններին, քաղաքապետի ընտրություններին, վարչապետի ընտրություններին, չգիտեմ, գյուղատնտեսակ, գյուղոլորտում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ կոսպեկտավորում եք պատերազմ։ Մի զանգով Քոչարյանը Պուտինին, Պուտինը Ալիևին ու կրակոց էր սահմանին։ Կրակոց էր սահմանին ու զինվոր էր մահանում, անպայման։ Զինվոր, որը դաշնակցության համար, ընդդիմադիր կոչված այդ համակարգի համար երբեք ու երբեք արժեք չունեցավ։ Ձեր համար զինվորն էլ է աթոռը, ձեր համար սրբությունն էլ է պաշտոնը, ձեր համար մենակ ֆինանսապես ու ֆիզիկապես ձեռքբերված շոշափելի եկամուտն է ձեզ քաղաքական հայացքներում ընդհանրապես ոչ մի բան չի հայտարարում։ Դուք քաղաքական շեմի մեջ, այդ ամբողջի մեջ քաղաքական այդ կլոր այդ բանը որ կա գլոբուս ասվածը որ մեջը դադար կա դուք այդ ընդդիմադիր համակարգը դուք այդտեղ ընդամենը դրածոներ եք որ նստեք ամբիոնում ազգային ժողովի ամբիոնում հենց ասեն հաճա մի անգամից հարցակվեք որ դուք այդքան հայրենասեր վերընկած եք ազգային ժողովում Արցախում քանի զինվոր է մահացել 1000 2000 նրանք էլ են անկախ ամեն ինչից մեր երեխեքը նրանց ծնողների հալալ կեսը ստե խայտարակություն են նրանց հարազատների հալալ կեսը խայտարակություն են ստե հալալ կեսն շատ լավն են բայց ինչի համար հարց եմ տալի 1000-ն են մահացել թե 2000-ը թող 50-ը մահացած լինեն թող երբեք ավել չմահանա չչավելանա այդ թիվը Հայաստանում քանի զինվոր է մահացել որ դուք այսօր սաղ եք մնացել ազգային ժողովում վերընկած ղախպատեղատարապ մեջտեղից կիսված ղախպատեղատարապ Հայաստանի Հանրապետությունում ում սեղանի վրա այս ֆոնով ցցած է Արցախի դրոշը նա ղախպա է ուրեմն դուք այսօր որ կաք ազգային ժողովում վերընկած առաջվա պես չեք կարում թալանել կրճոններով եք յոլա գնում այդ էլ անգամ Հայաստանի Հանրապետության Երաբլուրում պարկած տղերքի այրան գնով եք դուք կտե վերընկած դրա համար ձեզ խորհուրդ կտամ Արցախի դրոշը առնեք կամ գնաք Արցախ վերընկնեք կամ էլ Արցախի դրոշը հանեք Հայաստանի Հանրապետության դրոշը դնեք որովհետև դուք այսօր որ վերընկած եք ազգային ժողովում որպես Դաշնակցություն, որպես հակառակորդին, դուք ընդամենը Քոչարյանի զոմբիներն եք իմ համար եւ Սերժի մնացորդները, դուք ինձ համար ոչինչ չեք բանանում, ներկայացնում, դուք անգրագետ համակարգ եք, բառից բուն իմաստով անգրագետ, բայց ես ձեզ խորհուրդ եմ տալի եւ տանում եմ դեպի կրթությունը, որը բերում է Երկրի փրկությունը դուք այդ երկրի փրկության մեջ խեղաթուրող ու խայտարակող համակարգն եք դուք երկիրը ապականող համակարգն եք բայց ես ձեզ խորհուրդ կտամ գոնե մի աննշան ասում ու տեղ ունենալու համար Արցախը ծախած համակարգ ազգային ժողովում վերընկած Արցախի դրոշը հանեք ձեր դեմից Արցախը դուք շատ վաղուց տվել եք համուն դրա անալիզների պատասխանը դուք ստացել եք Վահագնի թաղամասում հյուսիսային պողոտայում չգիտեմ եմ վերին անտառայինում կասկադում հրապարակում դուք Արցախի փլուզման Պատասխանը ստացել եք դա ձեր տներն է, ձեր վիլաներն է, ձեր գործարաններն է ու բազում բաներ, որ դուք ունեք, որ չեք կարող ընդհանրապես թվարկի ոչ մի սովորական հայ։ Նամանավանդ որ դաշնակների հետ ընդհանրապես կապ չունի։ Դաշնակները դարձել են դաշտանամուկ, հետո կդառնան դաշտանի տրատկա ու դանդաղ կվերանան դուք փլուզված համակարգ եք հանեք Արցախի դրոշը ազգային ժողովի ամբիոնից որովհետև այդ Արցախը դուք եք սարքել Հայաստանի փողերով այդ Արցախը դուք եք շենացրել այդ Արցախը դուք եք Մոբիլիզացիայի տալել, այդ Արցախը դուք եք բռնի տեղահանել ժողովրդին, այդ Արցախի ժողովրդին դուք եք սարքել բնավեր, այդ Արցախի ժողովրդին դուք եք սարքել անտեր անիավեր բերել լցրել Հայաստանի գործող իշխանության բարակ Երանին ու մեր վզին դուք եք արել այդ ամեն ինչը բարձա դրա համար բերեք խորհուրդ կտամ որպեսզի արցախցիները ձեզ մոռանան մի շատ լավ Արցախից խոսող տղա կա շատ լավ տղա է ինքը մեր իշխանությանն էլ է բան ասում բայց ինքը շատ ճիշտ բաներ ասում շատ ճիշտ ես իրան գրում եմ ես իրան մի քանի անգամ վիրավորեցի հետո հասկացա որ սխալ եմ անում ես իմ ներողությունը խնդրեցի իր այդ շփվում եմ կարելի ասել գրում եմ իր գրասների տակ այդ մարդը ասում է դուք այն տեսակն եք սիրելի ինդիմություն որ կոսպեկտավորեցիք Արցախցին Ռուսի առաջ տորտկիսի դուք կոսպեկտավորեցիք որ Արցախցին խոնարհվի Ռուսի առաջ ու դուք այտենց էլ Արցախցուն խոնարհված Արցախից դուրս հանեցիք կիսապպզած վիճակում դադարգու բոշ կոսպեկտավորեցիք որ Ռուսի հետ Արցախցու ավտոների ակումուլյատորները հանեն հետո գնան Նիսիա բենզին վերցնեն
կամ ոսկեղենը վզից անի տա բենզին անի, սաղին տարակ բենզինի հերթի մեջ կայնացրեցիք, դուրս գալու վերջի պահին մի ամբողջ ժողովրդի էլ ընդեղ կոտորեցիք։ Դա ազգային ժողովում վերընկած ընդդիմության, դաշնակցության, խեղաթուրված Նայրա Զորաբյանի կոլեկտիվի եւ Սերժի եւ Քոչարյանի բոլորի արածը։ Ունենց որ խորհուրդ կտամ Հայաստանի Հանրապետությունում ապրող ներսի թուրքեր, դուք Արցախը հանձնած, Արցախը մոբիլիզացիա ենթարկած համակարգեք, խորհուրդ կտամ կեղծ հայրենասիրի կարգավիճակից դուրս գաք, Արցախի դրոշը հանեք ազգային ժողովում, դրած ձեր այդ ամբիոններին, այդ ձեր մսուրքի դեմը որ կապած այդ դրոշները հանեք, դուք եք Արցախը խեղաթուրը։ Ու եւս նորից փակենք Արցախի թեման եւ անդրադառնանք Էշմիածնում տեղի ունեցող ընտրարշավին։ 5-6 տարի ընտրությունների մասնակցեցինք, 5-6 տարի շտաբներում աշխատեցինք, քյաբաբ չկերանք, բուտեր չկերանք, բենզինի փող չտվեցին, գազի չեք չտվեցին։ Այսօր որ դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եկած օրվանից ուզմակաշարքը վերացնի, թեև միևնույն պահին չի կարում վերացնի, բայց ահագին թեթևացնել է այդ process-ը։ Չի էլ կարա վերացնի, այդքան հեշտ չի։ Այս տեղատարափում այդ վերացնելը այդքան հեշտ չի։ Դուք ուղղակի խեղաթուրում եք Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ։ Դուք պաշտպանում եք մի եկեղեցու, անցանք Արցախի թեման շեշտեցի, դուք պաշտպանում եք մի սուրբ տաճարի, որի մեջ պղծվածների տեղատարափ հավաքված։ Դուք պաշտպանում եք մի հատ քաղաքական թիմի, որոնք ուղղակիորեն բացառիկ ձևով ոչ թե քաղաքական թիմ են հանդես գալի, որպեսզի բաժանեն բուկլետներ, ներկայացնի ընտրության թեկնածում տի ներկայացնի իր անելիքը, անկախ նրանից դա կանի թե չէ։ Նապտիասի ես կկառուցեմ այս մանկապարտեզը, նապտիասի ես կկառուցեմ այս փողոցը, ես այս պուրակում ու շարժանք սարքեմ զոհվածների համար։ Ես պարտավոր եմ գնամ խոնարհվեմ բոլոր զոհված զինվորների ընտանիքների առաջ։ Ինչ որ բան պետք է ներկայացնի իր անելիքը, որ իբր թե արված չի։ Բայց դուք մտել եք Էշմիածին, որ 36 տարի մանվելը ձեր դոմփում էր, չէր թողում մտնել։ Այսօր ազատ խոսքի իրավունք կա դարե, մանվելն իր դոմփելու գործիքն առել, սև հողին ախառնվել, ձեզ փաստացի դոմփող չկա։ Ձեր լեզուն Էշմիածնում երկարել է, դա լավ է։ Փաստորեն դուք տղամարդ չեք են վաղտ։ Տղամարդի տնազեք, հիմա ջարդված վազեք, հելել եք կանգնել եք ոտի, ոնց որ թե կոսպեկտավորվում եք, թազա բայց չեք կոսպեկտավորվելու։ Ընտրություն տես չեն անում։ Ընտրության բուկլետը տես չեն բաժանում։ Ընտրության բուկլետ բաժանելու չեն դեմ կայնեմ ասեմ Ռուստամը էսա, չգիտեմ Նիկոլը էսա, չգիտեմ Գևորգ Պապոյանը էսա, այտենց չեն բուկլետ բաժանում, բուկլետ բաժանողը ներկայացնում է իր տեխնացուի անելիքը, բայց քանի որ դուք այդ ֆոնով եք հանդես եկել, ես հոգեբանորեն ձեր դրության մեջ եմ մտնում։ Դուք գիտես քիչ եք ձեր անելիքը ներկայացրել, որովհետև դուք անելիք չունեք, ձերը աթոռնա տղա ջան, հայվանների տեղատարափ եք դուք ու խորհուրդ կտամ, ընդհանրապես սպառնալիքի կոլչերով հանդերձ չգաք, սոցցանցերում անտիկվար հայտարարություններ չանեք, ԿՊ-ականներին դագաղի մեջ չքաշեք արհեստական բնույթով, որ սարքում եք միշտ։ Մենք անմահ ենք, իմացեք։ Մենք եկել ենք անմահ ենք, մենք ձեր հախից գալու ենք, հիշեք, բռնի կոշ չի սա, մենք ձեր հախից գալու ենք արդարության մանդատը ձեռներիս, մենք ձեր հախից գալու ենք, ուրեմն ձեզ զգուշացնում եմ սրանից հետո, ոչ մեկը բռնի կոչերով հանդերձ չգաք, սպանելու մահափորձեր չգրեք ինձ, ընդհանրապես, ինչ չասեք, որ Նիկոլը գնաց ինչ ես անելու, ոչ մի բան խենթ արարածներ, ես Նիկոլի հետ եմ գնալու, ես իր սեփական օժիտն ու ղսմատն եմ, ու էթա էթալու եմ, կարակ տրակվեք, տրակված էլ մնաք, ես անտեսված չեմ իրանց կողմից, ես արհամարված չեմ իմ իշխանության կողմից, ես բարձի թողի վիճակում չեմ իմ պետության կողմից, իմ պետականության կողմից, ասում եմ, ուր որ էթա ես հետ էթալու եմ, այս հատվածն էլ ներկայացնում եմ այն մարդկանց համար, որ իբր թե անհանգստացել են ինձ համար, կարող է դուք էլ օրիգինալ ընդդիմությունն եք ներկայացնում արդեն գյուղերում, ոչ թե ազգային ժողովում, օրինակ ազգային ժողովում ընդդիմությունը ցույց է տալի, որ Արցախին շատ ասիլեմ, ինքը ապրում է վիլաներում, ունի հյուրյանոցներ, Արցախցին 150,000 վարձատալի, որ ապրի, բայց այդ Արցախցում որպես ցույցի մատերիալ օգտագործող ընդդիմության անդամը չի ասում կայնի իմ հյուրյանոցի առաջի երկրորդ հարկը տրամադրեմ, թող 10 ընտանիք ապրի իմ հաշվին։ Չի անում այդպես բան։ Արցախցուն օգտագործում են որպես ցույցի մատերիալ։ Բրծավ, ուրիշ ոչ մի սրտացավ հատված ինքը չունի Արցախցու հետ կապված։ Նույնն է Էշմիածնի ծամած հետ տված, այդ սեռական ամփոփ շփումից առաջացած բանա։ Կիսա ֆաբրիկատը, որը եկել է հանդես իբր բլոգերա ու պաշտպանում է, ասեմ քեզ, որ հելար Facebook-ով խոսացիր չդառար բլոգեր։ Մենք 8 տարիա տարապում ենք, տանջվում ենք, այս երկրի այս իշխանության անիավեր երեխեքի սոցիալապես անապահովի մար, բայց մենք հələ բլոգեր չենք դառել։ Պարզա։ Այսքանը ձեզ, լավ մնացեք։